Նրանք մնացին անանում, բայց փոխեցին աշխարհի ձևավորման ճարտարապետությունը։ Հայտնի անհայտներ, որոնց մասին պատմելը, հիշատակելն ու ակնարկելը նույնիսկ արգելված էր։ Հետախույզների կենսագրությունը Պետանվտանգության կոմիտեի արխիվներում և հետախուզության փակ թանգարանում պահվում է 7 կողպեքի տակ։ Տասնամյակներ անց էլ մեզ հասանելի է հետախույզների գործունեության փոքր մասը միայն։ Այսօր մենք բացում ենք հենց այդ երկաթե վարագույրը, ինչի մասին է լռում պատմությունը և ինչպես հաջողվեց նրանց բացահայտել նախորդ դարի ամենաաղմկոտ օպերացիաները, մինչև կգար հաղթանակի ժամանակը։ Կոնֆերանսի մեծ դահլիճը պատրաստ էր դիմավորել հյուրերին։ Կենտրոնում ահռելի մեծ սեղան էր 3 երկրների դրոշներով։ Ժամը 16-ին պատվիրակությունները Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի գլխավորությամբ տեղավորվեցին աթոռներին։ Սեղանը կոլոր է միայն այն պատճառով, որ որևէ մեկը չհայտնվի որևէ անկյունում։ Ծրագիր էր մշակվում, ինչպիսին պետք է լինի աշխարհը, ուրեմն պատերազմից հետո մի քիչ նմանություն կա մեր օրերի հետ իմիջայլոց, հիմա ինձ թվում է նմանատիպ իրավիճակ կա աշխարհում։ Թեհրան 43 թվական։ Առաջին նիստը Ռուզվելտն էր վարելու, այդպես էին պայմանավորվել։ Ռուսները, ամերիկացիներն ու անգլիացիները մեկ նպատակ ունեին՝ հնարավորինս շուտ հաղթել հայրենական պատերազմը։ Չերչիլի բնութագրմամբ այս հանդիպումը համաշխարհային հզորագույն ուժերի մի հարթակ էր, որի նմանը չէր ձևավորվել պատմության ընթացքում։ Ռուզվելտը կարծում էր, որ Ստալինն իրենց հետ կփորձի խոսել ուժեղի դիրքերից, հատկապես որ Կարմիր բանակը ռազմաճակատում առաջընթաց ուներ։ 4 օր աշխարհի ուժեղագույնները քննարկում էին Գերմանիայի դեմ երկրորդ ճակատ բացելու հնարավորությունը։ Խոսակցություններն ընդմիջվում էին համատեղ ճաշով, ընթրիքով։ Մի առավոտ էլ նախաճաշի զրույցը թեժացավ, երբ Ստալինը հարցրեց, ինչպես են պատժելու գերմանացիներին հաղթանակից հետո։ Ռուզվելտը Ամերիկայի նախագիծն է ասում, որ երկրի 3 մասի բաժանենք, արգելենք, որ զորքեր ունենա և զենք արտադրի։ Չերչիլը առաջարկում էր 5 մասի բաժանել, Բավարիան միացնել Ավստրիային, որպես չհզորանա։ Իսկ Ստալինն ասում է, ոչ, պետք է 50,000 ամենաֆաշիստներին շարել պատի տակ և գնդակահարել։ Ու Չերչիլը կատաղած ոտքի այլում, թույլ չեն տալ, այս որ թվականն է մարդկանց գնդակահարել, և Ռուզվելտը ասում է, ես կոմպրոմիս եմ առաջարկում, ոչ թե 50,000, այլ 45,000 գնդակահարենք։ Այդտեղ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը հասկանում է, որ կատակ են վերածում արդեն, դրանից որդովად Չերչիլը աթոռը գցում է, ես ձեզ հետ հացի չեմ նստի ու հեռանում։ Դա իր հուշերում է գրած։ Երբ արտգործնախարարի հետ միջանցքում, կիսամութ միջանցքում ասում է հանկարծ իմ հետևից ինչ-որ մեկը ուսս թփթփացած շրջվում է, ասում է Յոսիֆ Ստալինն է։ Եվ նա այդ լարվածությունը մի անգամից ոչնչացրեց, ասելով «Господин Չերչիլ, я пошутил». Թեհրանն այդ օրերին դարձել էր լռության կղզի, ինչպես Իրանի իշխանությունը, այնպես էլ մասնակից տերությունները թե կոնֆերանսի նախօրեին և թե ընթացքում անվտանգության ապահովման բացառիկ միջոցներ էին ձեռնարկել։ Արգելված էր լրագրողների ներկայությունը, ցամաքում հսկում էին տանկերը, զրահամեքենաներն ու հետևակը, օդում ռազմական ինքնաթիռները, նույնիսկ դիվանագետների ընտանիքներին էին դուրս բերել քաղաքից, անջատված էր հեռախոսը, ռադիոկապը։ Խորհրդային Միությունից անվտանգության ապահովման գործողությունները ղեկավարում էր Լավրենտի Բերիան, ավելի քան 600 հոգանոց անձնակազմով։ Խորհրդային Միության պետական անվտանգության պատասխանատուն էր Բերիան։ Նրա որդին Մոսկվայի ռազմական ակադեմիայի կուրսանտը գաղտնալսում էր Ռուզվելտի ու Չերչիլի խոսակցությունները, ձայնագրությունները հանձնում Ստալինին։ Ու մինչև այս պատմական հանդիպումը նա գիտեր դաշնակիցների պլանների մասին ու գիտեր նաև ինչ են խոսելու իր հետ։
Հետախուզությունը բացահայտել էր նաև, որ Ռուզվելտը թուլություն ունի դրոշմանիչների նկատմամբ։ Հենց սա էլ դառնում է պատրվակ, որ մինչև բուն հանդիպումը Ռուզվելտն ու Չերչիլը նախ պետք է հանգրվանեին ԽՍՀՄ դեսպանատանը իբր անվտանգության նկատառումներով։ Չերչիլը կատեգորիկ հրաժարվում է գալ ուրեմն Խորհրդային Միության դեսպանատանը մնալ, բայց Ռուզվելտին ուրեմն համոզում են դրոշմանիչի շնորհիվ։ Շատ հազվագույն դրոշմանիչ են գտնում, հրավիրում են դեսպանատուն, մի խոսքով նվիրում են, Ռուզվելտը համաձայնվում է, մնում է Խորհրդային Միության դեսպանատանը, դա հետախուզական աշխատանքի օրինակ է միջալուց, եւ դա հնարավորություն է տալիս գաղտնալսելու, իսկ գաղտնալսման աշխատանքներում մեծ դեր են խաղում ոչ միայն այդ ընդհանուր կազմակերպիչը Իվան Աղայանցը, բնական է Մոսկվայից էին մարդիկ գնացել, որոնք համակարգում էին այդ աշխատանքը, բայց հիմնական ուրեմն այսպես ասենք ծանրությունը Իվան Աղայանցի վրա էր, որը ռեզիդենտն էր Թեհրանում։ Երրորդ Ռեյխի ղեկավարությունը խիստ անհանգստացած էր Թեհրանի կոնֆերանսով։ Գերմանիայի հատուկ ծառայությունները խնդիր էին դրել սպանել երեքին էլ։ Այդ նպատակով գերմանացիներն Իրան էին ուղարկել 6 փորձառու հետախույզի։ Դրանից հետո Իրան պետք է իջեցվեր սպիավոր մարդ մականունով հայտնի Օտտո Սկորցենիի ղեկավարությամբ դեսանտը։ Նա Հիտլերի ամենավստահելի մարդն էր։ Հրաշալի եռյակին սպանելու գործողությունը պետք է տեղի ունենար նոյեմբերի 30-ին Չերչիլի ծննդյան օրը Անգլիայի դեսպանատանը։ Դա ԽՍՀՄ դեսպանատան հարևանությամբ էր։ Այստեղ խմելու ջրի աղբյուր կար եւ այն սնող ջրանցքով, որը սկիզբ էր առնում հայկական գերեզմանոցից, կարելի էր թափանցել պահպանվող տարածք եւ ռումբ տեղադրել։ Հիմա ամենահետաքրքիրը։ Թեհրանում ԽՍՀՄ հետախուզական ցանցը ղեկավարում էր Իվան Աղայանցը, մշակվում է բացառիկ օպերացիա, որն իրականացնելու հանձնարարությունը տրվում է պատանիներին։ Մեր մյուս հայրենակիցը, որ հետո պետք է արժանանար լեգենդար հետախույզի տիտղոսին, իրականացնում է սպանությունները չեզոքացնելու գործողությունը։ Ընդ որում անթերի խոսքը Գևորգ Վարդանյանի մասին է, որն այդ ժամանակ 19 տարեկան էր։ Մենք կարողացանք կանխել առաջի դեսանտը, որ իջացրեցին այնտեղ ֆաշիստները, ռադիստներ էին 6 հոգի, նրանք կապնվան Բերլինի հետ եւ ուզում էին պլացդարմ ստեղծել, որ արդեն մյուս խումբը կար, որին պետքա ղեկավարեր Սկարցենի հայտնի տերորիստ, շատ սիրված էր Հիտլերի կողմից, այն որ Մուսոլինին ազատեց պարտիզաններից Աբրուցի 43 թվին, նա պիտի կար կամ սպաներ այդ 3 հոգուն, կամ կարգավարիչը պախիդից։ Դե մենք մենակ չենք ամբողջ դեսպանատան, որ կապ ուներ հետախուզության հետ, բոլոր աշխատում են, կարողացալ առաջ այդ ռադիստներին բռնել, ստիպել իրանց, որ Բերլինի հետ կապնվեն մեր թելադրության տակ, մենք իրանց ասեցինք, որ իրանք լուր տան Բերլին, որ նրանք բռնվել են, որ Բերլինը չկարողանա արդեն երկրորդ բանը ուղարկի, որտեղ իհարկե մենք լավ կհանդիպեինք այդ Սկարցենին, ոչ մի բան չէր կարողան անել, բայց մեր կողմից շատ զոհեր կարող է լինել։ Տերան կոնֆերանսի ժամանակ այդ գաղտնալսման աշխատանքներին մասնակցում էր նաև ուրեմն Իվան Աղայանցի, Ալեքսանդր Աղայանցի քույրը Աննան ըստ էության։ Եվ դա հնարավորություն էր տալիս ուրեմն Ստալինին գնալուց առաջ հանդիպմանը հստակ գիտեր արդեն մոտավորապես ինչ են իրան առաջարկելու, գիտեր որն է իրանց առաջարկեցի վերջին սահմանը, ինչպես հիմա ընդունված ասում են կարմիր գծերը, եւ ինքը շատ հանգիստ ուրեմն կատարում էր իր աշխատանքը ունենալով նման տեղեկատվություն։ Գերմանացիների պլանները խորհրդային ղեկավարության ափի մեջ էին։ Նրանց մտքով անգամ չէր անցնի, որ պատանիները կարող են հսկողության տակ պահել իրենց ու ձախողել բոլոր ծրագրերը։ Հենց Թեհրանում Գևորգը ծանոթանում է իր կյանքի ամենահավատարիմ մարդու հետ։ Գոհարը հետո դարձավ նրա կողակիցը կյանքում ու բոլոր հույժ գաղտնի գործողություններում։ Մատանիների փոխանակում, ծաղիկներ, նվերներ, բայց մասնագիտության բերումով ստիպված էին ամուսնանալ 3
մեկ անգամ ու տարբեր երկրներում։ Գոհարիկին ճանաչում եմ 13 տարեկան հասակից։ Շատ աշխուժ աղջիկ էր բան, հա։ Ու միանգամից գրավեց էր բան ուշադրությունը, ու աչքը վրեն էր, քիչ-քիչ երբ որ մեծացավ, եղավ 16 տարեկան, իրա նկարչեցի իմ խումբը։ Հենց որ ինքը 42 թվից իմ խմբի մեջ ա եղել, մինչև իմ։ Հավաքույթներով որ հանդիպում էինք, քեֆերի մեջը, տարեդարձների մեջը, քաղաքից դուրս էինք գնում պիկնիկ, բա, այդպես քիչ-քիչ մենք իրար սկսեցինք սիրել։ Եվ դրանից հետո այդպես կապնվեցինք, թե աշխատանքը, թե մեր հարաբերությունը մինչև 46 թիվը։ 46 թվին մենք ամուսնացանք։ Ամիր եւ Անիտա, Գոհար եւ Գևորգ անուններով հայտնի զույգն այնքան է նվիրվում գործին, որ անկատար են թողնում կյանքում ամենակարևոր առաքելությունը։ Այդպես էլ երեխա չեն ունենում։ Հետախույզները 46 տարի ոտքի տակ են տալիս ամբողջ աշխարհը։ Բարդ իրավիճակներում լրջագույն օպերացիաներն իրականացնում էին առանց ձախողման։ Գեներալ-մայոր Իվան Աղայանցը 20-րդ դարի խորհրդային անվտանգության ամենագաղտնի պահվող մարդկանցից էր։ Ու դա է պատճառը, որ լեգենդար այս մարդու անունը մեզ ավելի քիչ է ծանոթ, բայց մեծ գործերը փոքր ճառեր են սիրում։ ԽՍՀՄ հետախուզության պետի տեղակալ Աղայանցի անունը մարդիկ համարձակվեցին տալ միայն մոտ 1 դար անց։ Ճակատագրական պահերին, ճակատագրական որոշումներ կայացնող հետախուզության պետ է եղել, որին ամբողջությամբ վստահել է Ստալինը։ 1944 թվականին հենց Աղայանցն է Դեգոլին Ալժիրից բերում Թեհրան, Թեհրանից Բաքու, Բաքվից գնացքով Մոսկվա 44 թվականի դեկտեմբերին ինքը անձամբ ծանոթացնում է Դեգոլին ու Ստալինին։ Աղայանցների ընտանիքում 7 զավակներից 5-ը հետախույզ էին։ Եղբայրը Միխայիլը ԽՍՀՄ-ի կենտրոնական հակահետախուզությունում էր։ Մի անգամ հանձնարարում են տիրանալ Մեծ Բրիտանիայի դեսպանատան սեյֆում պահվող փաստաթղթերին։ Հրավիրում են բոլոր դեսպանատների բոլոր աշխատակիցներին, որ գնան ներկայացման, բնականաբար բոլորը սիրով պետք է գնային ներկայանալու եւ այդ ընթացքում երբ ներկայացումը ընթանում էր մտնում են սեյֆը բացելու այնտեղ ուրեմն փոքր խնդիրներ ա ծագում սեյֆը բացելու հետ կապված եւ այդ ժամանակ Մեծ Բրիտանիայի երկու հայտնի հետախույզներ են լինում խորհրդային միության հակահետախուզության նրանք հանկարծ դուրս են գալի ներկայացումից եւ գնում են դեպի դեսպանատուն ճանապարհին նրանց ուրեմն միլիցիա են ժամանակ կոչվում ոստիկանական ուրեմն գային այսպես ասած կանգնացնում ժամանակ են ձգում եւ այլ մի խոսքով օպերացիան հաջողությամբ վերջը կատարում են եւ երբ որ տուն ա գնում Միխայիլ Աղայանցը այնտեղ զարմանքով ուրեմն իր եղբայրը պատահաբար Իվան Աղայանցը ու իր կինը բնականաբար հանկարծ տեսնում են ամբողջ մազերը սիպտակել է Միխայիլ Աղայանցի այդպիսի լարվածությամբ օպերացիա, որը հաջողությամբ կատարել է ԽՍՀՄ հետախուզությունն աշխարհում ուժեղագույններից էր, առանցքային դեմքերը մեր հայրենակիցները։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության թանգարանում արժանավորներին նվիրված մի հուշատախտակ կա։ Հակոբ Դավթյան անունն այստեղ առաջին շարքում է փորագրված։ Նա Ռուսաստանի արտաքին հետախուզության ճարտարապետներից էր, որի կառուցածը մասամբ փլուզվեց 1936-ից 37 թվականներին ստալինյան բռնաճնշումների ժամանակ։ 1939 թվականին արտաքին հետախուզության պետ նշանակվեց Պավել Ֆիտինը։ Նա սկսեց վերականգնել ու զարգացնել այն, ինչ կարողացել էին պահպանել Դավթյանի գցած հիմքերից։ Ընդհանուր ղեկավարը ներքին գործերի ժողկոմատ էր կոչվում Բերյան էր Լավրենտի, որի մասին քաչ հայտնի բոլորին, ինչ ուրեմն խնդիրներ կարող էր առաջանալ նրա հետ աշխատանքը, ըստ էության, բայց Ֆիտինը կարողացել է նրան համոզել, ես Ստալինին են համոզել, որ պետք է այն հետախույզները, որոնք գոնե դեռ գնդակահարված չեն, վերադարձնեն ուրեմն բանը աշխատանքի հետ կանչեն եւ դրա շնորհիվ շատ անվանի ուրեմն հետախույզներ, որոնց չէին հասցրել, լավ չի այդ արտահայտությունը, բայց այդպես էր։
կարողանում են հետ կանչել եւ այդ կանչածների մեջ օրինակ կարող եմ նշել Սուդապլատովկար, որը դառնում է ուրեմն ինչ ասեմ, այդ պատերազմական տարիների ուրեմն ակտիվ եւ արդյունավետ ղեկավարներից մեկը։ Մի անգամ ժողովուրդների հայր, այսպես էին նրան անվանում, Իոսիֆ Ստալինը, դիմելով Լավրենտի Բերիային ասում է. Հայկ Հովակիմյանը վաստակել է իր մահով մեռնելու իրավունքը։ Խորհրդային միության արխիվներում պահված ամենագաղտնի գործերից ևս մեկը մեր մյուս հայրենակից Հայկ Հովակիմյանինն է։ Գաղտնիքների հաջորդ տիրակալը Ստալինի հատուկ հոգացության տակ էր։ Ով էր նա եւ որքան վճարեց Ստալինը Ռուզվելտին, որպեսզի բաց թողնեն Վաշինգտոնում ձերբակալված անգերազանցելի հետախույզին։ Ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Կան գործեր, որ նշում են բացահայտել 50 տարի հետո, 60 տարի հետո, կամ ամենադաժանը, մակագրությունը, խրանիտ վեճն։ Դա Հայկ Հովակիմյանի գործունեությունն է։ Շատ գիտնականներ, ռազմական թեմայով գրողներ մի հարցի պատասխան չեն ունեցել, սա շատ կարևոր է։ Թե այդ ինչպես էր, որ սպառազինությունը Գերմանիայի համեմատ շատ թույլ է եղել Սովետ Միության, պատերազմից առաջ, բայց մինչև 37 թիվը, իսկ 37-ից 41 թիվը Սովետ Միության այս դերժավայի զինատեսակները միանգամից թռիչք ապրել, հզորացել։ Այդ թռիչքը կապված է Հայկ Բադալի Հովակիմյանի անվան հետ։ Դա Գերմանիայում ինքը կարողացավ, այնտեղ քիմիական ինչ արտադրեցին, միջև արտադրվելը ուղարկում էր Սովետ Միություն։ Քիմիական զենքեր, հակագազերից սկսած։ Այս հետախույզի շնորհիվ են սովետական գիտական տեխնիկան ու ռազմական ոլորտը թռիչքային վերելք գրանցել։ Հետախուզական գործունեությունը երկրի սահմաններից դուրս էր։ Հովակիմյանը վերադասին է ներկայացրել 31,000 տեխնիկական փաստաթուղթ, գծագրերի 1055 փաթեթ եւ թշնամու ռազմական արսենալը համալրող նորամուծությունների 163 նմուշ։ 1941 թվականի մայիսի 7-ին ամերիկյան բոլոր թերթերի առաջին էջերում Հայկ Հովակիմյանի նկարներ։ Նրան ձերբակալել էին։ Բոլոր կողպեքները բացող հետախույզը փակ դռների հետևում մնում է ընդամենը 1 օր։ Բաց են թողնում անձամբ Ստալինի միջամտությամբ, դիմում է Ռուզվելտին ու $25,000 վճարում գրավի դիմաց։ Վերադառնալով 42-ի վերջ 43-ին ստեղծում է հետախուզության մեջ էնորմոզը։ Այդ անունն էլ, որ նշանակում է սարսափելի։ Եվ ինքնահորինել եւ էնորմոզի ղեկավարն ատոմային հետախուզության հայրն է համարվում Հայկ Հովակիմյանը։ Եվ ինքն է ամեն ինչ արել, ոչ մեկ չի իմացել, որ հատկապես Կուրշատովին դնեն ատոմայինի ղեկավար։ Որովհետև իր ուղարկած նյութերով միայն նա է զբաղվել եւ միայն նա հավատացել, որ այդպիսի զենք է պատրաստ։ Ոչ պակաս ուշագրավ է Հովակիմյանի գործունեությունը պատերազմից հետո 1949 թվականին Խորհրդային Միությունում առաջին անգամ տեղի ունեցավ ատոմային ռումբի փորձարկումը։ Ստալինի ուրախությանը չափ ու սահման չկար, իր ղեկավարած պետությունը ատոմային գերտերություն էր։ Դրանում մեծ էր ոչ միայն գիտնականների, այլև հետախույզների ու առաջին հերթին Հայկ Հովակիմյանի դերը։ Նա էր, որ հաղորդեց ատոմային ռումբի մասին եւ նա էր այդ ընթացքում համակարգում հետախուզական աշխատանքները։ Լսված ու չլսված անգնահատելի գործողություններն էին պատճառը, որ Ստալինին ստիպեցին հաշվի նստել մեր հայրենակցի հետ։ Հետախույզներին ժամանակից շուտ շարքից հանելու նրա ծրագրում Հայկ Հովակիմյան անունը չկար։ Բերիային ասել էր. Լավրենտի Հովակիմյանը վաստակել է իր մահով մեռնելու իրավունքը։ Գենադի ծածկանունով գեներալ-մայորը մահացավ 1967 թվականին։ 41 թվականին ռազմական հետախուզության կենտրոնական ապարատի հետ աշխատում էր արտասահմանի 914 ռեզիդենտ, 316-ը լեգալ, 598-ը անլեգալ, հետախույզներ էին և գործակալներ։ Մեծ մասին Ստալինը մականունով էր ճանաչում։ Ավելորդ անգամ գործակալի անունը արտաբերելը կարող էր տապալել օպերացիան։
ԽՍՀՄ-ի վրա հարձակումից հետո լեգալ աշխատակիցներին կանչում են հայրենիք, իսկ եվրոպական երկրների գործակալների հետ կապը կորում է։ Ստացված տվյալներն այլևս չէին հասնում Մոսկվա։ Ռադիոկապը թույլ էր, գերմանացիները խլացնում էին այն։ Այդ ընթացքում էֆեկտիվ էին աշխատում Ճապոնիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի հետախույզները։ Նրանցից աչքի էր ընկնում հետախույզ լրագրող Ռիխարդ Զորգեն։ Ծագող արևի երկրից նա շատ արժեքավոր տեղեկություններ էր հաղորդում կենտրոն։ Կանխատեսել էր, երբ պետք է հարձակվեն գերմանացիները Խորհրդային Միության վրա։ Իմիջիայլոց Վիտինի ղեկավարած հետախուզական ուրեմն մարմինները մոտ 100 ինֆորմացիա էին ուղարկել Ստալինին, որ համարյա ճիշտ որ ժամանակին են հարձակվելու գերմանացիները։ Զորգեն կարողանում այնքան մտերմանալ այդ գերմանական դեսպանի հետ Ճապոնիայում, որ նրա բոլոր թղթերը, որ ուղարկում էր Գերմանիա, խմբագրում էր փաստորեն գրում էր Ռիխարդ Զորգեն։ Եվ տարօրինակ չի, որ ասենք Ռիխարդ Զորգեն ոչ միայն Գերմանիայից էր ինֆորմացիաներ ստանում, ասենք նա այն մարդկանցից մեկն էր, որը նույնիսկ բանը ամիսն ու գրեթե օրն է նշել, երբ են հարձակվելու Խորհրդային Միության վրա։ Ստալինը ոչ թե կարծում էր չեն հարձակվի, այլ հույս ուներ, որ կձգձգի այդ հարձակումը եւ կարողանա ավելի լավ ուրեմն պաշտպանվել հարձակումից։ 1939-ին ռուս հետախույզները կարողանում են վերականգնել կապը Քեմբրիջյան հնգյակի հետ, որի կազմում էր համաշխարհային հետախուզության դերակատարներից Քիմ Ֆիլբին։ Բավականին մեծ պոտենցիալ ունեցող խումբ էր, պատկառելի կազմով։ Հետախուզության համար շատ հարաբերական է բարեկամ դաշնակից երկիր կամ թշնամի, ըստ էության անհրաժեշտ է լինում երբեմն նաև բարեկամ երկրների ուրեմն գաղտնիքները իմանալ, որպեսզի ճիշտ կողմնորոշվի քաղաքական ղեկավարությունը եւ այդ առումով ասենք այդ Քեմբրիջի հնգյակը ոսկե հնգյակ է նաև անվանում, կարողացել է ուրեմն հսկայական դեր խաղալ ամբողջ պատերազմի ժամանակ։ 1943 թվականի գարնանը Ստալինը խորհրդային անվտանգության ծառայության կազմում ստեղծեց ռազմական հակահետախուզական խումբ, որը ստացավ ՍՄԵՌՇ անունը, Սմերտ շպիոնըմ, մահ լրտեսներին։ Դա հարկադրված որոշում էր, հարկադրված, բայց ճիշտ։ Խումբը պետք է ներսում գտներ ու ոչնչացներ լրտեսներին, որսը հաջողված էր։ ՍՄԵՌՇ-ի գործունեության շնորհիվ հայրենական մեծ պատերազմի ընթացքը բեկվեց։ Մարդիկ էին ուղարկում, այն դպրոցները, որ սովորում էին, ապագա ահաբեկիչները, որ պետք է ուղարկվեն կամ գործակալները Խորհրդային Միություն, նրանց հայտնաբերելու եւ ուրեմն վնասազերծելու առումով։ Ուղղակի մի թիվ ասեմ, երևի բավական կլինի, նրանց ուրեմն աշխատանքի շնորհիվ բացահայտվել է 30,000-ից ավելի ուրեմն թշնամու գործակալներ։ Մոտ 500 ահաբեկիչներ ուղղակի վնասազերծվել են։ Հայտնի անհայտների գործողությունները համաշխարհային պատերազմի ամենահետաքրքիր դրվագներից են։ Հետախույզներն ու հակահետախույզներն իրենց ծածկանումներով կարողացան հարթել հաղթանակի ուղին։ Ժամանակը կանգ չառավ նաև մեր հայրենակիցների շնորհիվ։ Գերտերությունների ղեկավարների հետ Թեհրանում մեկ սեղանի շուրջ նստելու բարձր խոսելու այդ ընթացքում թշնամուն չեզոքացնելու անիվը Ստալինը պտտում էր նաև հատուկ ցանցերի եւ դրանց անդամների դիպուկ գործողությունների շնորհիվ։ Նախագիծն իրականացվում է Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։